Սիրելիներս, բարի օր, ողջույն։ Արդեն երկար ժամանակ է ինչ վլոգներ չեմ նկարում, անկեղծին եմ, մի փոքր արդեն ետ եմ սովորել ու մի հարց է ինձ տանջում ու հանգիստ չի տալիս, այն որ այսպես կտրուկ, ոչ թե կտրուկ որոշում կայացրեցի, այլ հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ վլոգները դուրս եկան։ Հետո առաջացան խնդիրներ ալիքի հետ կապված, որ էլ ավելի ինձ այսպես հուսահատեցրեց, քանի որ այդ ստիմուլացվածը չկար, որ որոշեմ շարունակեմ։ Դե ասում են չկա չարիք առանց բարիք, այսինքն երկու հանգամանքները միասին նպաստեց, որպեսզի ինչ որ մի պահ դադար վերցնեմ։ Այդ դադարը շարունակվեց 1 շաբաթ, 2 շաբաթ, էլի է եղել, որ դադար վերցրել եմ մոտ գրեթե 1 ամիս ամենաշատը ու հետո նորից վերադարձել եմ ձեզ մոտ։ Բայց այս շրջանում դեռ այսպես հարցական է, երբ կսկսեմ, ինչպես կսկսեմ ու միգուցե հենց վաղն էլ կշարունակեմ, միգուցե այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն որ չի կարող չմիանալ, ինչ որ ինչպես բացատրեմ, ուղղակի իմ կողմից որպես հարգանքի նշան ձեզ ասել, ինչու վլոգներ չկան, սիրելիներս, մի քանի պատճառներ կան դրա համար։ Առաջինը երեխաների հետ հիմա շատ են պարապմունքներ, դասեր, որոնք որ չեմ հասցնում իրենց հետ, անդադ աշխատանքից հետո վազքի մեջ եմ լինում, ամեն մեկի հետ պետք է իր աշխատանքներն անես, մեկի հետ մյուսն է, մյուսի հետ մեկ այլ բան է, այսինքն հետո ես հասկացա մի շրջան, որ մանավանդ երեխաները շատ են ճնշվում, այսինքն իմ բացակայությունը, ինչքան որ ես փորձեմ, ինչքան էլ որ փորձեմ, հավասարաչափ աշխատել երեխաների հետ, միևնույն է, ու հասկացա, որ երեխաներն էլ են ավելի շատ ինձ փնտրում, որ այս ժամանակը, որ հատկացնում եմ ալիքին, իրենց համար բաց է մնում, ինչքան էլ որ ես փորձեմ լրացնել դա, համենայն դեպս լինելով 3 երեխաների մայր հեշտ չէ, մանավանդ ամեն օր ծանրաբեռնված գրաֆիկ ունեն երեխաները, դասերը, պարապմունքները, այս պարագայում, եթե անկեղծ լինեմ ձեզ հետ, որոշեցի նժարին դնել ալիք երեխաներ, այսինքն մամա երեխաներ հարաբերությունը ու այս պահին ներեցեք անկեղծությանս համար, բայց ինձ համար իմ երեխաների հանգստությունն ավելի կարևոր է։ Ցավով եմ ասում, սիրելիներս, անկեղծ եմ ասում, պահ է գալիս, երբ որ ուզում եմ ձեզ հետ ինչ-որ մի բան կիսվել, ասել, խոսալ, որովհետև ձեզ հետ ես շատ դեպքերում շատ լիցքաթափվում եմ, ասելիք եմ ունենում, ասում եմ, հանգստանում եմ, բայց այս պարագայում այն որ մամայական զգացողությունն ավելի հաղթել եմ, մեկ-մեկ ուզում եմ վերսկսել, ոնց որ առաջ, բայց դեռ չեմ կարող սիրելիներս ու չեմ ուզում սուտ խոսել, ասել, որ հենց վաղը կլինի կամ այսինչ օրը նորից կվերսկսեմ, հուսամ ինձ կսպասեք, կսիրեք, գիտեմ, որ ինձ կարոտում եք իմ մշտական սիրելի հետևորդներ, ես էլ անկեղծ եմ լինում սիրելիներս, ես էլ ձեզ եմ շատ սիրում ու շատ եմ կարոտել, Գոնե, երբ որ արձակուրդները կսկսեն, ժամանակս կբավականացնի, կփորձեմ վերադառնալ, բայց այս պահին ընդհանրապես չեմ կարող ու չեմ ուզում ուղղակի վլոգներ նկարել, այսպես նստել, զրուցել, հետո մի քիչ էր հոգնել այն հանգամանքից, որ գտնվում էին մարդիկ, որ կսկսում էին քեզ այսպես կցահարել, թե իբրև անիմաստ, աննպատակ, վլոգները ինչ ես որ ցույց տալիս եւ այլն, ու միշտ նշել եմ Ես ձեզպես մարդ եմ, սովորական մարդ, որը որ նկարում է իր առօրյան տեղադրում, բայց աղջիկներս այդ ամեն ինչի հետ հանդերձ, երբ որ նկատում ես, որ ոչ թե չես գնահատվում, այլ խնդրանքդ էլ տեղ չի հասնում, այսինքն մարդիկ դիտում են, բայց ոչ քեզ բաժանորդագրվում են, ոչ հետևում են, այ դա քեզ ամենաանկեղծ ձևով ասում եմ,
առաջի հանգամանքային, որ հիասթափվեցրել էր, դա էր, ու որոշեցի, որ մի փոքր հանգիստ վերցնեմ, հետո արդեն եկավ այդ շարքը, հա, երեխաների հետ կապված, ասացի, չէ, երևի ճիշտը սա է, բարին սա է, որովհետև ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ, ցավոք սրտի կամ մի ուրախության, կան շատ սիրելի այլ վլոգերներ, որոնք երևի թե կլրացնեն իմ տեղը, այս կյանքում անփոխարինելի մարդիկ չկան, ցավոք սրտի ես մի բան եմ հասկացել, մեկ մտածում եմ ասել, մեկ էլ ասում եմ չէ, բայց մի բան եմ հասկացել, որ մեր օրերում, երբ որ դու փորձում ես ընտանեկան վլոգ ցուցադրել, երբ որ դու ցույց ես տալի քո առօրյան այնպեսին ինչպեսին որ կա, դա չի գնահատում։ Հիմա մարդիկ սիրում են լսել վատ խոսքեր, երբ որ վլոգ վարողը, այսինքն կարող է նեղացնել, վիրավորել, թեկուզ այն մարդուն, որը որ իրեն վատ խոսքեր է ասում ու շատ ցավալի է դա։ Մեր օրերում դա է գնահատվում։ Այդպիսի վլոգերները բազմապիսի մեկնաբանություններ, դիտումներ ու առաջընթաց ունեն, քանց թե դու, որ փորձում ես քեզ ցույց տալ այդպիսին, ինչպիսին որ կաս։ Դե հիմա այստեղ են ասել ամեն մեկի ժամանակը այդպիսին է։ Միգուցե չսիրվեց, միգուցե այս ֆորմատը հաճելի չէր մարդկանց, քավլիցի։ Ոչ թե սա նշանակում է, որ ես հանձնվել եմ, սիրելիներս, ոչ, բայց եթե մի բանում տեսնում ես, որ քեզանից ուղղակի էներգիա է տանում ու փոխարենը ոչինչ չի գալիս, բայց ես շնորհակալ եմ իմ մշտական ու շատ սիրելի հետևորդներին, որոնք որ ինձ ամեն օր սպասում են, որոնք որ այս ընթացքում անդադ գրել հարցրել են ինչպես եմ, սիրելիներս, հավատացեք, միայն ձեզ համար է սիրտս ցավում, որ ալիքը թողնում եմ, հա, թողնել ամբողջովին չեմ թողնում, ինձ ժամանակ է հարկավոր, բայց այդ ժամանակը երբ կգա, որ ես ետ կվերադառնամ, շատ եմ վախենում, որ կարող եմ ձեզ կորցնել այդ ընթացքում, այսինքն սկսի ալիքը չպտտվել, վլոգները հետո դուրս գալուն պես ձեզ մոտ ցույց չտա, բայց այս շրջանում էսպես է ամեն ինչ ստացվել։ Հուսամ իմ մշտական հետևորդները կմնան ինձ հետ, զանգակոճակը ակտիվ կպահեն, որ հանկարծ ու հանկարծ, որ մի օր որոշեմ ու վերադառնամ, ինձ մոտ, այսինքն ձեզ մոտ ցույց տային վլոգները։ Մի խոսքով սիրելիներս, այսել էսպես, որոշեցի էսպես կտրուկ, հապճեպ մի փոքրիկ վլոգ տեղադրել ու ասել ինչից հետո է, ինչու վլոգներ չկան, Էլի եմ ասում ինձ այս դադարը պետք է, միգուցե ես կլիցքաթափվեմ ավելի նոր մտքերով կգամ, բայց չեմ կարծում, հա, այդ նոր մտքերը ինչ որ հետաքրքիրը, եթե ես նորից վլոգները շարունակեմ, լինելի են նույն կերպ, այսինքն ես իմ օրն եմ ցույց տալու, բայց դուրս գալուն պես էլ արդեն չի լինելու ամեն օր, կլինի շաբաթական մեկ անգամ կամ ամսվա մեջ 2-3 անգամ, այդպես, այսինքն երբ որ զգամ ասելիք ունեմ, լիքնեմ, ուզում եմ ձեզ հետ կիսվել, անպայման, բայց այս պարագայում սիրելիներս ընդհանրապես ժամանակս չի բավականացնում։ Սիրում եմ ձեզ բոլորից շատ, գնահատում եմ, ափսոս որ այսպես ստացվեց, ոչ ոքից չեմ նեղանում, որովհետև ցավալի էր խնդրել այդքան, որ ուղղակի կարող էին միանալ, ուղղակի ալիքը ակտիվ պահել, որպեսզի վլոգները պտտվեր, այսինքն ես էլ հա, այսպես լիցքավորվեի էլ ավելի դրական, որ հասկանայի, հա, իմ աշխատանքը գնահատվում է, մարդիկ սիրում են, բայց չէ սիրելիներս, չէ, ուղղակի իմ էներգիան ժամանակը արդեն առողջություններ տանում։ Ինչևէ սիրելիներս, լավ մնացեք, բոլորից շատ սիրում ու գնահատում եմ, հուսամ կհանդիպենք շատ շուտով, մնացեք բարով և խաղաղությամբ, Աստված պահապան լինի բոլորիդ։